Օրնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր հայր, գիտենք այն պատմությունը, որը մեզ մատուցում է Ավետարանը, թե ինչպես Քրիստոս եկավ աշխարհ եւ այդուհանդերձ չխորանալով մանրամասների մեջ, որն էր նրա առաքելությունը երկրի վրա։ Առաջին հերթին եւ ամենակարևորը մարդկային հոգու փրկությունն էր, որի համար եւ Քրիստոս մարդացավ, եկավ աշխարհ ու փորձեց աշխարհը ներսից վերափոխել եւ ցույց տալ փրկության ճանապարհը մեզ բոլորիս, որովհետեւ եթե մենք մտածում ենք, որ Քրիստոս կարող էր երկնքից պարզապես իր օրհնությամբ կամ իր նախախնամությամբ հրաման տալ եւ աշխարհում ամեն ինչ գեղեցիկ ու բարի դառնար, իրականում շատ հաճախ մարդիկ այդպես էլ մտածում են, ինչ կլիներ, որ այդպես լիներ, բայց բնականաբար այստեղ շատ կարևոր է, որ մարդու փրկության գործում մարդը ինքն էլ մասնակից լինի եւ դրա համար Քրիստոս մարդացավ, եկավ աշխարհ եւ մեզ նաեւ մասնակից դարձրեց փրկության այդ ճանապարհին։ Տեր հայր, գուցե հարցը ինտրիգային հնչի, բայց դա ամենևին էլ այդպես չէ, որտեղ սխալվեց Քրիստոս։ Սխալվել բառը մենք առնում ենք ճակերտների մեջ։ Դուք ասում եք, շատերին թվում է, որ կարող էր երկնքից, օրհնությամբ կամ ինչ-որ տարբերակով աշխարհը վերափոխել, բայց հնարավոր չէր արդյոք Քրիստոս եկավ, մարդեղացավ, դա լիներ առանց խաչելության, այդ մարդեղացումը եւ նորից Աստվածացումը, լիներ առանց խաչելության եւ մեկընդմիշտ լուծեր խնդիրը ու ինքն էլ մնար երկրում մեր հետ։ Ի վերջո, Տիրոջ համար անհնարին է բառը չկա, ինքը կարող էր դա անել։ Իհարկե, Աստված կարող է ամեն ինչ անել, բայց Քրիստոս սխալվեց, կապ չունի այդ բառը մենք ճակերտների մեջ ենք վերցնում կամ առանց ճակերտների, Քրիստոս երբեք չի սխալվում։ Աստված անսխալական է եւ սա բնականաբար նույնիսկ քննարկման ենթակա չէ այս իրողությունը։ Խնդիրը ուրիշ տեղ է, մենք ամբողջ այս պատմությանը որ տեսանկյունից ենք նայում։ Գուցե մենք ենք սխալվել, ոչ թե Աստված։ Աստված չի կարող սխալվել, ինչպես արդեն ընդգծեցի։ Եվ այդ սխալը, որը որ մենք տեսնում ենք այս աշխարհում, գուցե այդ սխալը մենք պիտի փնտրենք մեր մեջ, մեր կյանքում, մեր գործողությունների եւ մեր որոշումների մեջ։ Ինչպես ես արդեն նշեցի, այո, մարդիկ շատ հաճախ ասում են, ինչ էր պետք այդ խաչելությունը, ինչ էր պետք այդքան չարչարանքներ եւ այլն, երբ որ Աստված կարող էր պարզապես մեկ հրամանով ամեն ինչ այս կյանքում եւ այս աշխարհում փոխել։ Մենք մի քիչ պետք է հերվից գանք, եթե փորձենք շատ ընդհանուր ձևակերպումներով, բայց ինչ էր տեղի ունեցել մինչեւ Քրիստոսի մարդեղությունը։ Ի սկզբանե մարդիկ Աստծո հետ շփվում եւ հարաբերվում էին իբրև զավակը ծնողի հետ։ Չկար օրենքներ, չկային որոշակի այսպես սահմանափակումներ եւ ինչպես որ ծնող երեխա հարաբերության մեջ գերիշխողը եւ առաջնորդողը սերն է, այնպես էլ մարդ եւ Աստված հարաբերության մեջ ի սկզբանե այդ սերն էր։ Հետո մարդիկ ասեցին Տեր Աստված մեզ տուր օրենքներ, որովհետեւ մենք ուզում ենք իմանալ ինչն է կարելի եւ ինչը չի կարելի։ Աստված ասեց, որ եթե այդ օրենքները տամ, ուրեմն դուք մնալու եք այդ օրենքների իշխանության տակ եւ եթե այդ օրենքը խախտեցիք, պիտի պատժվեք։ Օրենքը չի կարող ներել երբեք։ Սա պարզ ճշմարտություն է։ Մարդիկ ասեցին, որ ամեն դեպքում մենք ուզում ենք, որ լինեն օրենքներ եւ մենք իմանանք ինչն է կարելի եւ ինչը չի կարելի։ Այսպես մարդկանց համար միշտ հեշտ է։ Այսօր էլ շատ հաճախ չէ։ Մարդուն երբ որ տալիս ես ազատություն, ասում ես որոշումներ կայացրու, բայց պայմանով որ դու քո որոշումներին պատասխանատվություն պիտի կրես, մարդիկ շատ հաճախ այս ազատության մեջ կորցնում են իրենք։ Կամ չարաշահում են ազատությունը։ Կամ չարաշահում են ազատությունը։ Իսկ երբ որ մարդուն դու կոնկրետ դնում ես այդ սահմանափակումների մեջ եւ ասում ես այս կարելի է, այս մեկը չի կարելի, այսպես մարդուն ավելի հեշտ է եւ այստեղ պատասխանատվության հարցը չկա, որովհետեւ օրենքը պահում է, կապ չունի ես սիրում եմ թե չէ իմ դիմացնին, բայց ես հարգանք եմ դրսևորում, իրենից գողություն չեմ անում, իրեն չեմ բամբասում, բայց կարող է իմ հոգու խորքում ես իր նկատմամբ պատերություն ունեմ, չէ՞։ Օրենքը դա չի գնահատում կամ օրենքը դա չի տեսնում, օրենքը միայն տեսնում է արտաքին ձևը։ Հետևաբար օրենքի իշխանության տակ հայտնված մարդը ենթակա էր պատժվելու, որովհետեւ մարդը խախտել էր օրենքը, որտեղ հնարավոր չէր օրենքը խախտվեր եւ պատիժ չլիներ։ Եվ ինչ տեղի ունեցավ, պիտի կամ Աստված ամբողջ մարդկությանը պատժեր, այս դեպքում ինքը կլիներ արդար, բայց սիրող հայր չէր լինի մեր աչքին, կամ էլ պիտի Աստված պարզապես ներեր, ասեր ինչ եղել է ոչինչ, ես ձեզ ներում եմ, այս դեպքում Աստված իր սերը կդրսևորեր, բայց ինքը արդար չլինի։
Բայց մենք գիտենք, որ այստեղ շատ կարևոր է Աստծո արդարությունը, բայց նաև Աստծո սերը։ Եվ խաչը հենց այն խորհուրդն է, որտեղ որ միանում են իրար Աստծո արդարությունը եւ Աստծո սերը, որովհետեւ եղավ պատիժ, եւ այդ պատիժը մեր փոխարեն Քրիստոս իր վրա վերցրեց խաչելությամբ, եւ նաեւ սրանով հաստատվեց արդարությունը, որտեւ օրենքը պահանջում էր պատիժ, եղավ այդ պատիժը եւ հաստատվեց արդարությունը, եւ նաեւ մեր սխալների պատիժը պատասխանությունը իր վրա կրեց։ Եվ այստեղ նաեւ սրանով նաեւ Աստված դրսևորեց իր սերը։ Հետեւաբար առանց խաչի կամ խաչելության չկա փրկություն։ Սա նաև մեր կյանքի օրինաչափությունն է, մեր կյանքի ընթացքն է։ Առանց փորձությունների, առանց դժվարությունների հաղթահարման մենք երբևէ չենք կարող ավելիին հասնել մեր կյանքում։ Բոլորն էլ մարդիկ էգոիստաբար ուզում են խիղճները հանգիստ, ազատ, առանց պատասխանատվության, առանց որևէ ավելորդ ճիգերի լարումի իրենց կյանքը ապրեն, այն որ շատ հաճախ մարդիկ ասում են, ես ոչ մի բանի մեջ չեմ խառնվում, հանգիստ իմ համար մի կողմ քաշված, ես իմ կյանքը վայելեմ եւ ես իմ կյանքը ապրեմ։ Մարդկանց կյանքը իհարկե սխալ է։ Ոչ միայն սխալ է, դա կործանարար է։ Այդ անտարբերությունը մարդկանց եւ կյանքի նկատմամբ անտարբեր չէ, բայց ուզում է հանգիստ ապրել, որպեսզի նաեւ մեղքից հեռու լինել։ Ճգնավորները փախչում են կյանքից, որպեսզի ճգնավորները մեղքից չէին փախնում եւ բայց կյանքից փախչում ճգնավորները մեղքից չէին վախենում։ Ճգնավորների պարագան այլ է, բայց երբ որ մարդը մեղքից չի կարելի փախնել, մեղքը պետք է հաղթահարել եւ ճգնավորները հենց մեղքը հաղթահարելով էին գնում այդ ճանապարհով, ոչ թե մեղքից փախնելով, որովհետեւ ուր էլ որ փախնես, մեղքը քո հետ կա, քո ներսում է, քո մտքից է մեղքը ծնվում։ Կապ չունի դու քաղաքում ես ապրում, վանքում ես ապրում, այդ մտքերը, մեղավոր գայթակղությունները միշտ քեզ հետ են։ Եվ ճգնավորները աղոթքով, անդադար աղոթքով, սրբակենցաղ կյանքով էին պայքարում։ Ամեն մարդու տարբեր բան է տրված։ Իհարկե զուտ մարդկայնորեն եթե նայենք, այո, մի վանքում փակվել, աշխարհից, քաղաքակրթությունից դուրս, համացանցից հեռու, պարզ մի խցում փակվել եւ աղոթել, այստեղ շատ ավելի հեշտ է թվում մեզ։ Բայց այդ առավոտից երեկո անընդհատ աղոթական կյանքն էլ դա սխրանք է, որ ամեն մարդու գուցե տրված չի։ Գայթակղությունների առումով, այո, շատ ավելի դժվար է քաղաքում կամ քաղաքակրթության մեջ լինել, տեսնել շատ ու շատ գայթակղություններ եւ նաեւ փորձել դրանցից զերծ մնալ։ Իսկ երկու դեպքում էլ պայքարը կարեւոր է, երկու դեպքում էլ մարդը պետք է Աստծո սերը եւ Աստծո շնորհները իր կյանքում միշտ ամուր պահի, որպեսզի կարողանա այդ փորձությունները հաղթահարել։ Տեր հայր, Քրիստոս հաղթեց մահը եւ իր մահվամբ հաստատեց կյանքի հավերժությունը կամ հավերժական կյանքի հնարավորությունը։ Բայց աշխարհում այս պահին գոնե իշխում է չարը։ Չարի իշխանության ճիրաններում ենք հիմա։ Ով ինչ պետք է անի, ով ինչպես պետք է հաղթահարի չարի այդ առաջնորդությունը։ Հիմա կան ասենք կենտրոններ, հոգևոր կենտրոններ կամ հոգևոր երևելիներ, որոնք չեն կարողանում նրանց ուժերից վեր է ըստ ամենայնի հաղթահարել չարը։ Ես միանշանակ չեմ կարող ասել, որ կան մարդիկ, որոնց ուժերից վեր է հաղթահարել չարը, որովհետև հենց մենք եթե խոսում ենք Քրիստոսի հարության եւ մահվան նկատմամբ հաղթանակի մասին, սա ինչ է վկայում։ Վկայում է, որ չարը կա, շարունակում է չարը մնալ աշխարհում, գործել, բայց չարը մեր պարտված թշնամին է։ Սա շատ կարևոր է, որովհետև նորից եթե մենք անդրադարձ ունենանք Աստվածային սիրուն եւ շնորհին, հենց Քրիստոս եկավ եւ մեզ այդ օրենքի իշխանությունից հանեց եւ մենք Աստծո շնորհի իշխանության տակ ենք, որտեղ մարդ ունի լիարժեք ազատություն գործելու եւ որոշումներ կայացնելու։ Հետեւաբար չարին վերացնելու կամ չարը հաղթահարելու ճանապարհը յուրաքանչյուրիս ներսում է։ Ամեն մարդ ինքն է պայքարում, ամեն մարդ ինքը կարող է հաղթահարել չարին, սա յուրաքանչյուր մարդու տրված է։ Սխալ մոտեցում է, երբ որ մենք ասում ենք չարը անհաղթահարելի է, իրականում չարը տիրապետող չի, չարը ոչինչ է, եթե մենք իրան չենք տալիս այդ պարարթողը, որտեվ ինչպես որ խավարը, այնպես էլ չարը ինքնագոչ են, իրանք գոյություն ունեն ինչ որ բանի հաշվին, տվյալ դեպքում բարու կամ լույսի պակասի հաշվին։ Չարը ինչի է գործում այս աշխարհում, դե բարությունն է պակասել։ Մեզ պետք չի չարի դեմ կռիվ տալ, մեզ պետք է բարությունը զորացնել։ Երբ որ դու բարությունը զորացնում ես քո կյանքում, աշխարհում, այդ ժամանակ չարը արդեն այդտեղ ոչինչ անելիք չունի։ Տեր հայր, 100 բարի մարդը չեն կարողանում մեկ չարի դեմը փակել։
Ես համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ։ Մեր կյանքում այդպես չէ։ Մեր խնդիրը նախ եւ առաջ մեր չարը հաղթահարելն է, հետո դիմացինի եւ դիմացինի չարության պատասխանատվությունը մերը չէ։ Կարող է դիմացինի չարությունը ազդել կամ իր հետևանքներն ունենալ իր միջավայրի նկատմամբ, իր շուրջը ազդեցություն ունենալ, բայց դա մեր պատասխանը, ամեն մարդ ինքը իր գործած չարիքի համար է պատասխանատու։ Եվ ես չեմ կարծում, որ պետք է այդքան խիտ գույներով ներկայացնել, որ չարը անհաղթարելի է ու վերջ։ Նորից եմ ասում, չարը անհաղթարելի է, որտեղ մենք մարդիկս հեռացել ենք Աստծուց։ Սա է ամենահիմնական պատճառը։ Եվ դրա համար ես նորից ու նորից ընդգծում եմ, երբ որ դու մտնում ես մութ սենյակ, դու խավարի դեմ կռիվ չես տալիս, դու ընդհանրապես լույս ես վառում, եւ մեզ պետք է դա անել։ Սա ամենակարևորն է։ Հիմա իմ կողքինը ինչքան չարիք է գործել կամ ինչքան չարիք չի գործել, դա մեր դատելու կամ մեր խնդիրը չի։ Ես չեմ ասում, որ պետքա անտարբեր լինել նաև դրա նկատմամբ, որովհետև այն չարիք ինչ որ մեր շուրջն է կատարվում, մեկը մյուսով պայմանավորված է։ Այսօր օրինակ, շատ հաճախ մարդիկ ասում են, բայց եթե Աստված բարի է, Աստված սեր է եւ այլն, ինչի են անմեղ մարդիկ դուժում։ Երեք այն ամեն ինչ որ այս աշխարհում տեղի է ունենում, այն չարիքը, արհավիրքները, դժբախտությունները իրապես դուժում են շատ ու շատ անմեղ մարդիկ, սկսած երեխաներից մինչև հասուն մարդիկ, բայց այստեղ խնդիրը դա է, որ ամեն մեկս մեր բաժին մեղավորությունը ունենք։ Ամեն մարդ ինքը իր կյանքը պիտի վերանայի եւ իր մեջ այդ խավարը լույսով վերափոխի։ Չարի դեմ էսպես են պայքարում։ Դուք այնքան հեշտ եք ասում Տեր հայր։ Հեշտ չի, իհարկե հեշտ չի, բայց բարությամբ ապրել ավելի մեծ առաքինություն է եւ երջանկություն է։ Տեր հայր, հիմա մենք խոսում ենք, թե Տերը ինչպես կարող է փրկել աշխարհը մենակ։ Եվ նա աշխարհը փրկեց կամ պիտի փրկի մենակ։ Այլապես ինչու ունեցավ առաքյալներ, ընտրեց առաքյալներ, ունեցավ աշակերտներ, որոնք փոխանակ օգնեին Տիրոջը, ընդհակառակը ինչ արեցին, դավաճանեցին, մատնեցին, ուրացան, չհավատացին, բայց հետո օգնեցին, թողեցին ու փախան, նույնիսկ Տերը ասաց այս գիշեր դու գայթակղվելու եք իմ պատճառով։ Սա առաքյալների եւ աշակերտների դեպքում ուր մնաց մարդը իր տկարամիտ հնարավորություններով, իր ծանծաղ գիտելիքներով, հոգեվոր թերարժեքություններով կարողանա Տիրոջը հետևի եւ նույնիսկ ապահովի իր փրկությունը։ Իսկ ինչ եք կարծում, որ առաքյալները իբրև մարդ մեզանից մարդկային իրենց եւ գիտելիքներով եւ իրենց մարդկային որակներով ու պատրաստվածությամբ որևէ մեկից շատ ավելի բարձր էին։ Բայց ընտրյալ էին։ Ամբողջ պարադոքսը քրիստոնեության մեջ հենց դա է, որ Քրիստոս մարդկանցից ընտրեց նրանց, ովքեր որ մարդկային չափանիշներով, մարդկային ձևավորված արժեհամակարգի համաձայն ամենացածր ստորին աստիճանին էին գտնվում։ Հիմա նայեք առաքյալներին, կիսագրագետ կամ կրթություն չստացած մարդիկ, հասարակ սովորական ձկնորսներ, իսկն իրենց մասին ոչ մեկ այդ ժամանակ Քրիստոսի երկրային կյանքի տարիների ժամանակ ոչ մեկ չգիտեր։ Կամ Քրիստոս ընտրում էր բորոտներին, ընտրում էր հաշմանդամություն ունեցող մարդկանց, ընտրում էր այս տեսակ մարդկանց մեծ ճշմարտությունը բացահայտելու եւ սովորեցնելու համար։ Այսինքն այն մարդկանց, ում աշխարհը արհամարում էր, ում մենք այսօր արհամարում ենք շատ հաճախ։ Եվ սա մեզ համար լավագույն օրինակն է։ Իսկ ով ասեց, որ Քրիստոս մենակ փրկեց։ Հենց դրա համար եմ ասում, որ Քրիստոս մեզ մասնակից է դարձնում փրկության այդ ճանապարհին։ Եվ առաքյալները, այո, ինչ որ մի պահի թուլացան, առաքյալները լքեցին Քրիստոսին, բայց հետո իրենք նորից վերադարձան եւ արեցին այն գործը, շարունակեցին առաքելություն, ինչը Քրիստոս սկսել էր երկրի վրա, եւ առաքյալները լավագույնս այդ գործը կատարեցին եւ այդ իրենց առաքելության մեջ ամբողջ աշխարհը վերափոխեցին, ընդամենը 12 հոգով։ Այդ աշխատանքը իրենք արեցին, որովհետեւ ունեին նվիրում, ունեին հավատք եւ նաեւ ունեին Աստծո առաջնորդությունը։ Ու գիտեք, երբ որ ասում են, գիտեք, այս մարդը սուրբ է, ախր ես նրա պես չեմ կարող, չէ, յուրաքանչյուր մարդ է, ինքն է սովորական մեզ նման մարդ է եղել։ Եվ կա այսպիսի շատ հստակ ձևակերպում, որ կործանվող մեղավորի եւ փրկված արդարի սրբի տարբերությունը ընդամենը վճռակամությունն է, վճռակամության պակասն է։ Եթե մարդը վճռակամ է իր որոշումների մեջ, քայլելու դեպի Աստված, վճռակամ է մեղքի դեմ պայքարելու, վճռակամ է պատասխանատվություն վերցնելու, այդ յուրաքանչյուրից տրված է ճանապարհը ասելու դեպի սրբություն, դեպի փրկություն։
Ինչ ենք մենք ասում, գիտեք, այդ շատ տարածված խոսքը կա, հա, դե մարդը մեղանչական է, մեկը մարդը, հա, բոլորս էլ մեղ գործում ենք, բայց այդ մեղքը մեզ համար դատավճիռ չի։ Այդ մեղքը քավել հնարավոր է եւ կարելի է կյանքը սրբագրել։ Եվ այստեղ է որ մեր հավատքը պիտի դրսևորի, ոչ թե մեղք չգործելով, այլ մեղքը շտկելով է մեր հավատքը դրսևորվում։ Շնորհակալություն, օրհնեցեք տեր։ Աստված օրհնի։